Պարտադիր է այս ջլերը յուղերը հանել, որովհետև միսը մեր ինքը ավելի համովանալու է չամանից հետո։ Իսկ եթե այս յուղերը մնան, կողմնակի համեր է գալու, որը որ մեզ կխանգարի։ Կողքից լրիվ մենք հանում ենք յուղերը պարտադիր, այսինքն սիրուն մաքրելով գալիս ենք մինչև վերջ։ Ոչ մի հատ յուղ պետք է չմնա։ Մի քիչ շերտը հաստալնում, բայց ոչինչ։ Շատ կարևոր է, այսի հիշեք։ Յուղոտ չի կարելի ընդհանրապես սարքել այս պահը։ Պատետում ենք մյուս կողմը, էլի մեր մոտ մաքուր է, այստեղ էլ ունենք մենք պահած յուղեր, միշտ ֆիլեի այս հատվածը ինքը յուղոտ առնում միշտ։ Կողքի այս փարն էլ սիրուն հանում ենք, այսինքն մաքրեցինք, այստեղ էլ է իր միշտ յուղելնում պահած, այս անկյունը իր տակը հենց յուղ, այսինքն սիրուն մենք իրան մաքրում ենք, մեր միսը պետք է լինի լրիվ իդեալական մաքուր, որովհետև մսի առաջի պրոցեսից շատ բան է կախված, հիմնական մեր հումքը հենց միսն է, ամենաառաջի բաղադրիչը։ Մեր մոտ ինքը սովորաբար խոզի ֆիլեն մենք բաժանելու ենք երկու մասի, բայց մենք պատրաստելու ենք երկու ձևի բաստուրմա խոզի նույն ֆիլեից, որը որ այսինքն ստանդարտ մենք վերցնում ենք մի չափը, որը որ գնաց երկար բաստուրմա, այսինքն երկար, իսկ այս մյուսը մի հատ ես ասում եմ շատ լավ հետաքրքիր բան, որը որ քչերը կարան գլխին գնան։ Մեր հյուսվածքները էլի միշտ հիշեք, որ պետքա լինի այսինքն ուղիղ, որտեվ կտրելուց ինքը բամբակի պես sense բերանի մեջ հալվում է, եթե հյուսվածքները սխալ եղավ, մի քիչ դժվար ենք ծամելու, բայց եթե աղադրումը ճիշտ լինի, պրոցեսը պահպանման, լրիվ սարքելու պրոցեսը եթե ճիշտ լինի, ամեն ինչ կլինի իդեալական, դրանում կասկած չկա, որտեվ գործ ունեք բաստուրմաչոյի հետ։ Մենք ինչ ենք անում, մենք հենց հիմա անում ենք մի հատ հետաքրքիր բան, եթե դուք տուն ունեք փոքր մսեր, այսի հիմա ես այսենց կտրտում եմ միսը, այսենց, մենք այս մսերից էլի նույն ձևի սարքելու ենք բաստուրմա։ Հիմա ինչ որ մեկը կասի չի լինի, բայց մենք կստանանք, որովհետև այս կտորներից, այսենց նույն, մենք սարքելու ենք բաստուրմա։